Պարոն Սուրենյանց, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի առաջնորդի հետ եւ մամուլի այն հարցին, թե ինչու չի շնորհավորել, շատ sense ամբարտավան կերպով հայտարարեց, որ չի ուզել չի շնորհավորել եւ հարցը առաջանում այդ պարագայում, թե Պուտինը ում է դեռ խոսում։ Առհասարակ մենք տեսնում ենք, որ լարվածությունը, որ կա հայ-ռուսական հարաբերություններում, խորանում է եւ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ խոսում է իբրև թե ԵԱՏՄ-ում ճգնաժամ հարուցելու մասին, եթե այդ արգելանքները տնտեսական չվերացվեն, իսկ ռուսական կողմից էլ նշում են, որ պետք է հասկանալով վերաբերվել Հայաստանի վարչապետի զգացմունքային հայտարարություններին։ Ակնհայտ է, որ Մոսկվան իր համար առաջնային ուղենիշ է սահմանել ուկրաինական ռազմաճակատը, բայց բնականաբար նա չի պատրաստվում նույնիսկ այդ պարագայում հեռանալ Հարավային Կովկասից։ Եվ Նիկոլ Փաշինյանը ունի շատ լուրջ խնդիրներ Ռուսաստանի հետ, որոնք ազդում են ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենցաղի վրա։ Տեսեք, նախ ասեմ, որ հայ-ռուսական հարաբերություններում արկա ճգնաժամ այլևս ինստիտուցիոնալ բնույթ ունի։ Մոսկվան այլևս ակնհայտորեն դե յուրե չի ճանաչելու այս իշխանությունը, դե արդեն տևական շրջան անցավ, ոչ են սպասելու 1 տարվա արդիվ շնորհավորեն պաշտոնավարման Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ բոլոր առիթները, որ կային, որ Մոսկվան պիտի բարձրաձայներ ընտրությունների ճանաչման մասին, բաց է թողնված։ Ակնհայտորեն գործելու է Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևը։ Դե յուրե չեն ճանաչի, դե ֆակտո կհարաբերվեն, հենց այդ ամբարտը, բայց այդ ինքն իրան պետք է վշտացներ այդ փաստը։ Տեսեք, հայ-ռուսական հարաբերությունները սիմետրիկ չեն, որպեսզի երկու ստեկ խաղադրույքները բարձրացնեն եւ թույլ կողմը կամ համեմատաբար թույլ կողմը կարողանա օգտվել։ Սա սիմետրիկ հարաբերությունների պարագայում է, երբ որ երկու կողմն էլ համարձակորեն խաղադրույքները բարձրացնում են, որպեսզի գան ինչ-որ լուծումների։ Ասիմետրիկ հարաբերությունների պարագայում, երբ որ ռուսները սանկցիաները խստացնելով խաղադրույք են բարձրացնում, դու էլ այդ գայթակղությանը տրվում ես որպես թույլ երկիր, դու էլ ես խաղադրույքը բարձրացնում։ Դա կոչվում է արկածախնդրություն, այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, որտեղ այդ խնդիրների բարդացման բեռը կրելու է Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի ժողովուրդը։ Մենք ուղղակի չենք էլ պատկերացնում, խոսքը չհնա, եթե այս ճգնաժամի միտումները խորանան եւ օրինակ Հայաստանի տնտեսության կայունացման միակ երաշխիք համարվող ռուսական էժան գազն էլ թանկանա, Հայաստանի ՀՀ-ն կրճատվելու է 4-ից 5 միլիարդ դոլարով։ Հիմա այս մեր ամբարտավան եւ արկածախնդիր իշխանության ներկայացուցիչներին ոչ այնքան ռետորական հարց եմ տալի, 4-5 միլիարդ դոլարը ով է կոմպենսացնելու։ Կոմպենսացիոն որևէ համարժեք ծրագիր Արևմուտքը չի առաջարկում։ Հակառակ պարագայում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Պուտինին չէր խնդրի սահմանափակումները թույլատնել։ Ռուսաստանը ձեզ ներելու է Փաշինյանին այս պահվածքը եւ այս դեմարշը։ Չէ, իհարկե, մենք շատ արագ տեմպերով գնում ենք ուկրաինական մոդելի մոդիֆիկացված ինչ-որ վերսիայի կրկնության ճանապարհով։ Անխուսափելի հեռանկար է լինելու, եթե այս արկածախնդիր քաղաքականությունը չկասեցվի, կամ իշխանությունը չփոխվի, կամ իշխանությունների մոտեցումները չվերանայի, մենք շատ արագընթաց տեմպերով գնում ենք դրան, եւ Նիկոլ Փաշինյանը այդ մասին արդեն բացահայտորեն անուսավորում այդ երկաթուղի կոնցեսիոն 2 միլիարդ դոլարի վերանայելու պատմությունը, այդ ամբարտավան բանը, որ մոտավորապես այդ տղայր թող իմ հետ չխոսալ հեռախոսով, մոտավորապես այդ ենթատեքստումներ եւ այլն, սա բերելու է, ես ճիշտ նմանություն եմ տեսնում հայ-ադրբեջանական հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած կեցվածքի հետ 2018-20 թվերին։ Էլի նույն ամբարտավանությունն էր, էլի Ադրբեջանի հետ վերջնագրերի լեզվով խոսելու հետ արկածախնդրությունը։ Արդյունքում վազեց Ալիևի գիրկը։ Հա, ինչի բերեց դա, բոլորս գիտենք, բայց տասնյակ անգամներով ավելի հզոր Ռուսաստանի մասին է հիմա խոսքը, հարաբերությունների նույն մոդելը դրվել է հայ-ռուսական հարաբերությունների հիմքում, դժվար չի ռացիոնալիզմի սահմաններում կանխատեսել Հայաստանին ինչ հեռանկար է սպասվում։ Այսինքն վերջում Նիկոլոն վազելու է Մոսկվա, կամ էլ երկիրն է մեր վերածվելու այնպիսի փլատակների, ինչին այսօր հանդիպում ենք Ուկրաինայում։ Բայց քանի որ քո ստրատեգիական արժեքը արևմուտքի աչքերում տասնյակ անգամներով ավելի ցածր է, քան Ուկրաինայինը, ի վերջո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով ունենալու ենք Ռուսաստանի կողմից խոցված անպայման ռազմական առումով մի նկատի ունեցեք, Ռուսաստանի կողմից խոցված եւ Ռուսաստանից ավելի կախյալ վիճակում գտնվող Հայաստան։ Այս քաղաքականության վերջը կամ ուկրաինական սցենարն է, կամ Հայաստանի վերածումը իրապես ռուսական գուբերնիայի, այսինքն Նիկոլ Փաշինյանը այս պսևդո անկախական եւ պսևդո արևմտամետ քաղաքականության հետևանքով երկիրը ուղիղ 3 սցենարի առաջ է կանգնեցնելու. ուկրաինական սցենար, ռուսական գուբերնիա կամ թուրքական վիլայետ, այսինքն երբ որ քո անվտանգությունը ռուսներից ապահովի Թուրքիան Ադրբեջանի հետ միասին եւ դառնաց տնած գծորդ, հա, 3 սցենար է հնարավոր, որ այլ լավ սցենարներ որևէ պարագայում չեմ կանխատեսում։